Ողջույն սիրելիս, Աստծո քեզ հետ լինի։ Կանչողի ձայնը հեռուստահաղորդաշարն է եւ իրականում պատիվ ունեմ ձեզ ներկայացնելու այսօր մի հրաշալի հյուրի, որը որ իրականում մեծ պատմություն ունի, մեծ պատմությունակերտել հայ ազգի մեջ եւ աշխարհում չկա մի երկիր, որտեղ որ հայերը ապրեն, նրանից չխոսեն։ Եվ այսօր ինձ համար պատիվ է ձեզ ներկայացնելու Հայաստանի Հանրապետության հավատքի քրիստոնյաներ Կենթանի Հավատ եկեղեցու ավագ-հովիվ Խաչիկ Սաֆարյանին։ Ողջույն սիրելի հովիվ։ Ողջունում եմ ձեզ։ Անչափ շնորհակալ եմ, որ հրավերը ընդունեցիք եւ համաձայնվեցիք այս կարճ ժամանակահատվածի մեջ ժամանակ տրամադրել մեզ։ Աստվածորդի, ես էլ սիրով ընդունեցի հրավերը եւ ուզում եմ իմ օրհնության ներդրումը ունենալ ձեր հաղորդման մեջ։ Անչափ շնորհակալ եմ։ Հովիվ Խաչիկ, ոնց դուք լսեցիք Քրիստոսի ձայնը ձեր կյանքում, ոնց Աստված ձեզ կանչեց եւ ոնց հասկացաք, որ դուք պետքա գնաք Հիսուսի հետևից։ Ես ապաշխարել եմ 1979 թվականին խորթային բանակի անմիջական ծառայությունից հետո երբ որ վերադարձա տուն, մայրս արդեն վերստին ծնված հավատացյալ էր։ Հաճախում էր տնային խմբակ, եկեղեցի, եւ դա ինձ շատ հետաքրքրեց, թե մայրս ուր է գնում։ Երբ որ ես հետևեցի մայրիկից, թե մայրս ուր է գնում, ճիշտ ասած, առաջին օրը երբ որ ես գնացի այնտեղ ներկա եղա, ինձ ոչ ոք չտեսա, որովհետև ես միջանցքում էի նստած, իսկ նրանք ներքին սենյակում անում են իրենց տնային խմբակը։ Ես լսեցի որոշ խոսքեր, այնքան էլ սրտից չկպավ եւ դուրս եկա, որպեսզի չտեսնեն։ Եվ հաջորդ շաբաթ նորից ես իմացա, որ մայրս գնում է տնային խմբակ, նորից կարծես թե ինձ մի բան ձգում էր գնալու, հետաքրքրվելու, թե ինչ է սա, ուր է մայրս գնում։ Երբ որ ես գնացի ու լսեցի Հիսուսի մասին, հավիտենական կյանքի, Հիսուսի մահվան եւ հարության մասին լսեցի, դա ինձ շատ սրտից կպավ։ Ու ես ամոթը դրեցի մի կողմ, վեր կացա դուռը բացեցի ու մտա ներքին սենյակ, որտեղ իրենք հավաքված էին։ Եվ լսեցի ամբողջական խոսքը, Գուրգեն Ղազարյան, ռինգենելով ինքը բժիշկ էր եւ ինքն էր քարոզիչ այդ օրվա, եւ իրոք իր խոսքերը կպան իմ սրտին։ Եվ վերջում աղոթքից հետո ինքը ասեց երիտասարդ, ես ուզում եմ ձեզ հետ զրուցել։ Իհարկե այնտեղ կային մի քանի երիտասարդներ, բայց ինքը ինձ դիմեց։ Ես հետո իմացա, որ ինքը տեսիք հա տեսել, թե ինչպես է Աստծո լույսը իջնում ինձ վրա եւ լսում ա Տիրոջ ձայնը, որ Տերն ասում է. ես եմ իրան բերել, ես ընտրել եմ իրան ծառայության համար եւ ինքը պիտի ծառայի ինձ։ Եվ ինքը ինձ առաջարկեց Սուրբ Գիրք։ Հաջորդ շաբաթ ինքը ինձ տվեց Սուրբ Գիրքը, երբ որ ես կարդում էի, անկեղծ ասած ոչինչ չէի հասկանում։ Կարդում էի, կարծես ինձ համար օտար լեզու լիներ։ Բայց զգում եմ, որ ներսումս առաջանում է ծարավ, ու ես կարդում եմ, ժամերով եմ կարդում, բան չեմ հասկանում։ Եվ մի քանի շաբաթների ընթացքում ես ամբողջ ավետարանը կարդացի։ Ես քանի որ բան չի հասկացել, նոր սկսեցի կարդալ։ Եվ տեսա արդեն ինչ-որ մի բաներ սկսում եմ հասկանալ։ Ինչ-որ մի բաներ մնում է հիշողությանս մեջ։ Ինչ-որ մի բաներ հիշում եմ, որ անցյալ անգամ ես կարդացել եմ։ Եվ այդպես Գուրգեն եղբայրը ինձ վերցրեց իր հետ եւ տանում էր տարբեր տեղեր ծառայության։ Եվ ես տեսնում եմ, որ օտարախոս եկեղեցում եմ, գտնում որ մկրտված են Սուրբ Հոգով։ Պենտեկոստալ 50-ական եկեղեցու շարժումներ։ Եվ ինձ հետաքրքիր եղավ, թե ինչ լեզուներով են աղոթում։ Ես առաջին իմ միտքս եղավ, որ միգուցե իրենք արտասահմանից են եկել, նորաբնակներ են Հայաստանում եւ խոսում են ընդեղի լեզուներով, իրենց երկրի լեզուներով։ Երբ որ ես հարցնեցի Գուրգեն եղբորը, ինքը ասեց Սուրբ Հոգին է դա։ Ու ես սկսեցի հետաքրքրել, ինչ է Սուրբ Հոգին։ Եվ ինքը սկսեց ինձ բացատրել։ Մարկոս Ավետանի 16-րդ գլուխ գործ Կարակելոս 2-րդ գլուխ սկսեց խոսել, որ ամեն հավատացող այդ պարգևը ստանում է։ Այո, ամեն։ Եվ իմ մեջ առաջացավ այդ ծառավը։ Ես էլ եմ ուզում մկրտվեմ Սուրբ Հոգով։ Եվ մի օր եկա տանը մարդ չկար, ես մտա մեր ներքին պատվալային հարկ, այդպես կարելի ասել, նկուղ է, մտա այնտեղ եւ ընկած ընկերիս վրա ու սկսեցի աղոթել, Տեր, ես չգիտեմ ինչա, բայց ես ուզում եմ։ Եվ այդ ժամանակ ես զգացի Աստծո ներկայությունը։
Զգացի կարծես թե մի բանից գրկում է ջերմությամբ, քաղցրությամբ, զգում եմ սեր, որ լցում է ինձ վրա, իմ մեջ լցում այդ սերը։ Եվ այդ ժամանակ ես զգացի, որ արդեն խոսում եմ լեզուներ։ Ինձ համար ոչ ոք չի աղոթել։ Բայց ներքին ծարավն էր, որ ես ունեի եւ խնդրեցի Տիրոջը եւ Տերը ինձ մկրտեց Սուրբ Հոգով։ Եվ այդպես սկսեց իմ հետագա, ասենք, շարժը քայլեց դեպի եկեղեցի, ավելի ամրապնդվեցի, ընդունեցի ջրի մկրտություն եւ անմիջապես ջրի մկրտությունից հետո Գուրգեն եղբայրից նշանակեց ծառայության։ Այն ժամանակ եղբայրների կարիք կային։ Եվ ես սկսեցի ծառայել եւ ծառայության մեջ ինքը շատ ներդրում ունեցավ իմ կյանքում եւ ես այդպես սկսեցի աճել եւ 82 թվականին ձեռնադրվեցի եկեղեցու որպես սարկավակ եւ 85 թվականից ամբողջական հովական ծառայության մեջ մտա։ Հովև Խաչիկ, մի հարց ունեմ ձեզ, ես գիտեմ, որ ձեր կյանքում լիքը հալածանքներ է եղել։ Դուք ունեք 8 երեխա եւ դժվար օրեր եք շատ ունեցել, հեշտ է եղել եւ հովություն անել եւ երեխաներ բարձրացնել։ Իհարկե դա ունեցել է դժվարությունները, որովհետեւ ես ամբողջ ցերեկը օրը աշխատում էի եւ երեկոյան գնում էինք ծառայությունների, մեքենա չունեինք, ավտոբուսներից էինք օգտվում, բայց ավելի ուշ ժամերին ավտոբուսները չկային, ոտքով էինք գյուղից գյուղ գնում եւ ծառայություն էինք անում Աստծո ժողովրդին։ Խորհրդային երկրի փլուզումից հետո սկսվեց նաեւ եկեղեցու հալածանքը։ Սկսեց եկեղեցու դեմ հալածանք եւ շատ անգամներ հարձակվեցին մեզ վրա, անգամ ծեծեր են եղել, դժվարություններ են ունեցել, սկսեց սով, ես արդեն ունեի 8 երեխաներ եւ ունեցանք մեծ դժվարություններ։ Ինձ համար հոգալ ընտանիքի կարիքը եւ ծառայել եկեղեցում շատ դժվար էր։ Բայց ես հասկանում էի մի բան, որ Աստված հոգում է իմ բոլոր կարիքները։ Ես Տիրոջ առաջ աղոթքով եկա ու ասեցի. Տեր, ես կծառայեմ քեզ։ Խնդրում եմ, դու էլ հոգ տարի ընտանիքիս համար։ Ես ամբողջ սրտով եմ նվիրված եւ ուզում եմ ամբողջ սրտով ծառայել քեզ, բայց չեմ ուզում իմ ընտանիքս կորցնեմ։ Իրոք եղել են բազմաթիվ հրաշքներ, բազմաթիվ Աստծո ողորմություններ են եղել մեր կյանքում եւ այսօր իմ ընտանիքը ամբողջությամբ նվիրված է Տիրոջ իմ երեխաներս, ծառայում են Աստծուն։ Չնայած դառնում մեծ ներդրում ունի իմ կինս Գայանեն։ Այո, ձեր կին իրականում այո, ես ծառայել եմ, ես օրերով տանը չեմ եղել, բայց ինքը գիշեր ու ցերեկ ծառայել է երեխաներին։ Եվ այսօր ես կասեմ, որ ինքը ունի մեծ ներդրում եւ երկնքում ունի մեծ վարձք Աստծո կողմից երեխաների համար։ Գիտեք, այս վերջերս ես ձեր տանն էի գտնվում եւ ձեր կինը պատմեց, որ եղել է, որ ծառայության բերումով մի քանի անգամ դրսում է եղել եւ չեղարկվել են թռիչքները եւ նա ծննդաբերել է եւ դուք չեք հասցրել լինել ծննդաբերության ժամանակ ձեր կնոջ կողքը եւ հարց եմ տալիս, ասում իսկ եղել է, որ դուք վիրավորվեք, նեղվեք ձեր ամուսնուց, որ նա ձեր կողքին չի եղել եւ նա ասում է Ռոման ոնց կարաս նեղանաս մի մարդուց, որ Աստծո կամքն է կատարում։ Ռոման ջան, եղել է, որ ես գիշերը շատ ուշ ժամերի եմ եկել տունը, 12-ին 1-ին, 8 երեխաներին խնամ տանելը շատ դժվար է եղել։ Եվ Գանեն հոգնած քնած էր, գալիս է դուրը թակում էի, եւ դուրը չէր բացվում։ Ես գիտեի, որ ինքը հոգնել է, ես գնում էի ուրիշ տեղ էի քնում։ Բայց մի օր, երբ որ ես վերադարձա 8 ժամին տուն, եւ դուրը թակում եմ, բացող չկա։ Ասի լավ, ասի, շատ ուշ է, ես չեմ գնա ուրիշ տեղ, դրան մոտ կնստեմ, քնեմ դրան մոտ եւ կանցկացնեմ գիշերը։ Երբ որ ես արդեն պատրաստում էի դրան մոտ քնելու, մեկտան դուրը բացվեց։ Դուրը բացվեց, Գանեն էր։ Ես մտա ներ, գնացի պարկա իմ անկողինս եւ առավոտյան տեսնեմ Գանեն ինձ արտացնում է։ Եվ արտացրեց ինձ, ասես Խաչիկ վեր կաց, ասեմ ի՞նչ է եղել Գանեն։ Այդ եփես եկը, ով է քո վրա դուր բացել։ Եվ անգամ չի զգացել, ինքը ոնց է դուրը բացելից վրա, այնքան օգնած է եղել։ Հովև Խաչիկ, իսկ եղել է, որ ուզենաք թողեք ծառայությունը, հոգնել եք, միտեղ սպառվել եք, միտեղ կոտրվել եք, պարզապես ուղղակի ուզեցել եք թողեք հովական ծառայությունը
եւ զբաղվեք ձեր ընտանիքով, ձեր երեխաներով, թողեք երկրից գնաք, որպեսզի գումարներ վաստակեք։ Անկեղծ ասած նման մի չեմ ունեցել, որտեղ ես գիտեմ ում եմ հավատացել եւ ում եմ ծառայում։ Ես նվիրվել եմ ամբողջությամբ Աստծո ծառայության մեջ, ամբողջությամբ անմնացորդ։ 90-ական թվականներին ինձ առաջարկություն եղավ գնալ Միացյալ Նահանգներ եւ ապրել այնտեղ ապահով 8 երեխաներ փոքր եւ հոգալ երեխաների կարիքը։ Գինս մենք զրուցեցինք միմյանց հետ Գյանի հետ։ Գինս ասեց, ինչ ես մտածում։ Ասեցի Գյանը, թեկուզ սոված, նեղության մեջ, դժվարությունների մեջ, հալածանքի մեջ ես Հայաստանից դուրս չեմ գա։ Ես չեմ գնա ուտելու համար, կերակուրի համար այլ երկիր ապրել։ Իմ ծառայությունը ստեղա, իմ կոչումը ստեղա։ Աստված ինձ Հայաստանում ա դրել եւ ես պետք է ստեղ անցկացնեմ իմ ծառայությունը։ Եվ ես մերժեցի այդ հրավերը Միացյալ Նահանգներ գնալու համար, որովհետեւ շատ են ուզում համոզել, որ Միացյալ Նահանգները դա դրախտ է, դա օրհնություն է, դա Աստված է իր ժողովուրդը հանում Եգիպտոսից, որպեսզի տանի այնտեղ ապահով կյանքով ապրեն, բայց ինձ համար Հայաստանը դա դրախտ էր, թեև իր նեղության տարիների մեջ օրհնություն էր Հայաստանը ինձ համար, որովհետեւ այդ նեղությունների մեջ մենք շատ բան սովորեցինք, շատ օրհնություններ վայելեցինք եւ մենք ծառայում էինք ուրախությամբ։ Պատկերացրեք, որ ձմեռային ժամանակներում, որ արդեն մեքենաներ չկային, խնդիր կային ավտոբուսներ, մյուս ունեինք հիծանիվներ։ Եվ հիծանիվներով էին գնում ծառայության։ Ճանապարհին եղբայրների հետ ծիծաղում ուրախանում էինք եւ պատահում էր, որ իրենց անիրները սայթակում էր ու տասնյակ մետրոյի պես սղալով գնում էինք ու երնում էինք ու փառք էին տալիս Աստծուն։ Դա օրհնություն է, Ռոման ջան։ Իհարկե։ Հովև Խաչիկ, ես գիտեմ, որ ձեր դժվար ժամանակներում դուք հանդիպում եք ունեցել Լեստեր Սամրալի հետ։ Այո։ Եվ այդ հանդիպումը ձեր կյանքում ինչ-որ բան փոխեց։ Լեստեր Սամրալի հետ ես հանդիպել եմ առաջին անգամ 1978 թվականին, երբ որ Սանկտ Պետերբուրգում Գաչինը քաղաք կար այդպես, ես այնտեղ եղա եւ հանդիպեցի Լեստեր Սամրալի ծառայություններին, որից հետո մենք եղանք Տալինում, ունեցանք Տալինում ծառայություններ, եւ Լեստեր Սամրալը ինձ առաջարկեց իր հետ վերջում ծառայություններ անցկացնելու աղոթներ եւ այդպես որոշ հարցերում իր կողքին լինել։ Եվ ինքը ինձ օրտեց այդ ժամանակ եւ ասեց ամբողջական մտիր ծառայության մեջ։ Եվ փառք Աստծո, ես տեսա Աստծո հզոր ներգործությունը ինչքան մեծ ձևով իջավ իմ վրա։ Ես տեսնում էի ոնց էին մարդիկ բժշկվում, ազատագրվում, ոնց էր Սուրբ Հոգին իջնում մարդկանց վրա։ Եվ իրոք դա ինձ համար շատ մեծ ազդեցություն թողեց հետագա իմ հոգևոր կյանքի վրա, որ ես հասկացա առանց Աստծո շնորհների ու պարգևների զուր է ծառայությունը։ Դա ընդամենը մի կրոնավորություն կլինի ու չի տա այն արդյունքը, ինչ որ մենք ունեցանք մեր հետագա ծառայությունների մեջ։ Եկեղեցին սկսեց 90-ական թվականների սկզբից բազմանալ, շատ մեծ կերպով արտություն էր սկսվել Ջերմուկում, Վայոց ձորում, Երկնաձորում, Բայքում, Արարատի մարզում, Արտաշատում եւ անգամ Գոլիչի տարածքներում սկսվեց մեծ արտություն։ Հարյուրավոր ժողովուրդ գալիս էին Տիրոջը, բժշկվում էին, ազատագրվում էին, բայց ասենք սա նաև թողեց այն դժվարին բաները, որ շատ եղբայրներ չհասկացան սա եւ չընդունեցին, որ սա Սուրբ Հոգու շարժումն է։ Եվ այդպես ունեցանք նաև ներքին դժվարություններ, ներքին արգելքներ, որը ասենք եղբայրները դեմ կանգնեցին այս արտությանը։ Բայց ես այսօր ունեմ դա եւ զգում եմ մի բան, որ վերջին արտության ենք մենք սպասում։ Եվ այդ արտությունը ես չեմ սպասում վաղը, այլ այսօր ամեն օր եմ ես սպասում արտությանը, որտեղ Աստված ինձ տվել է խոստմունք արտության։ Հովև ջան, ես գիտեմ, որ ձեր կյանքում կան լիքը վկայություններ։ Կարող եք ձեր կյանքից մի վկայություն տալ, որտեղ որ իրական լսեցիք Աստծո ձայնը եւ Աստված գերբնական հրաշք արեց ձեր կյանքում։ 2000 թվականներ մենք վերադառնում էինք Վայոց ձորի ծառայություն անելուց, երբ որ մենք վերադառնում էինք ձուն էր գալիս եւ այնպես եղավ, որ մեքենան սկսեց պտտվել։ Եվ այդ ժամանակ քանի որ գիշեր մենք չգիտենք
ղեկավոր կողմ պահենք եւ մեքենան պատտվեց եւ գնաց ձորը։ Ես հիշում եմ, որ այդ ժամանակ երկու անգամ բարձր ձայնով կանչեցի Հիսուս։ Եվ էլ բան չեմ զգացել։ Ինձ հետ կային նաեւ 3 հոգի, մի քույր, 2 եղբայրներ։ Եվ ես զգում էի, որ մեքենան ոնց է գլորվում։ Եվ հետո չգիտեմ ինչպես ես հայտնվել եմ մեքենայից դուրս։ Եվ քանի մետրեր եմ ես գլորվել, ես չգիտեմ։ Երբ որ ես եկա ինքս ինձ, ես տեսա, որ ես կենդանի եմ որոշ վնասվածքներով։ Ես շնորհակալություն հայտնեմ Տիրոջը, որ ես կենդանի եմ։ Եվ այդ ժամանակ ձայն բարձրացրեցի եւ ասեցի ընկերներիս, դուք կենդանի եք, թե չէ։ Եվ եղբայրներից մեկը ինքը արձագանքեց ասելով, որ կենդանի ենք բոլորս։ Այդ ժամանակ ես մանրամասը չեմ պատմում, այդ ժամանակ ես ընկածունքերիս ու արմունկներիս վրա ուսեցի դանդաղ բարձրանալ։ 100 մետր բարձրանալ ինձ համար մոտապես 3 ժամանակ ատևել 100 մետրի համար։ Որտեվ ժամանակ առ ժամանակ իմ ուժերը թողնում էին, ասեն գնում էին ինձանից եւ թուլանում էի, բայց ես հիշում եմ, որ միշտ աղոթների մեջ էի, միշտ փառաբանում էի Տիրոջը։ Եվ հասա միտեղ, որտեղ ամբողջ ուժերս ինձ թողեցին։ Ոչ հետ կարող եմ գնալ, ոչ առաջ, ոչ կողք չեմ կարող։ Եվ զգում եմ, որ մարմինս սկսել է փայտանալ։ Եվ այդ ժամանակ ես կանչում էի օգնություն։ Ես ասում եմ, Տեր Հիսուս, ես չգիտեմ ինչպես։ Դու թե քո հրեշտակը, թե ինչ-որ մարդիկ ուղարկիր մեզ համար, ընկերներիս համար, եղբայրներիս, քրոջս համար, որպեսզի դուրս անեն մեզ այստեղից։ Եվ գոռում եմ ուժեղ ձայնով, Հիսուս, օգտիր մեզ։ Եվ տեսա, որ մեկը արձագանքում է իմ այս աղաղակին, ովքեր եք, ես ասեցի, որ մեքենան գլորվել է ձորը։ Եվ մի տղամարդ էր իջավ ինձ մոտ եւ նայեց իրավիճակ, ասեց, ոչինչ չեմ կարող անել։ Բայց կգնանք եւ օգնություն կուղարկեն ձեզ համար։ Եվ ինքը գնաց։ Անցավ մոտ 1 ժամ, ոչ մի օգնություն չկար։ Եվ այդ ժամանակ ես զգում եմ, որ ամբողջ մարմինը սկսել է փայտանալ եւ սառնությունը արդեն բարձրանում է վերև։ Ես ասացի, Տեր Հիսուս, վերցրու ինձ։ Ես պատրաստ եմ։ Եվ այդ ժամանակ ես լսեցի Տիրոջ ձայնը, որ դու չես մահանալու։ Կա 2 պատճառ։ Առաջին պատճառը քո կինը եւ քո 8 երեխաները փոքր տանը սպասում են քեզ։ Երկրորդ պատճառ Հայաստանում լինելու է մեծ արտություն եւ ես քեզ օգտագործելու եմ այդ արտության մեջ։ Դու մաս ես լինելու այդ արտության։ Եվ այդ ժամանակ ասի Տեր, եթե ես մեռնեմ էլ այստեղ, դու ինձ հարություն կտաս։ Եվ այդ ժամանակ աչքերս փակեցի, որտեղ քնել էի ուզում, շատ ուժեղ քնել էի ուզում, աչքերս փակվում էին, չէի կարողանում բացել աչքերս։ Եվ զգացի, որ ամբողջությամբ արդեն քնած եմ։ Եվ այդ ժամանակ ձայն լսեցի։ Կա այստեղ ինչ-որ մեկը։ Եվ ես անմիջապես աչքերս բացեցի ու գոռացի կա։ Դե լսեցի, որ ասեց արեք ըստեղ են։ Եկան ինձ պարաններով հանեցին եւ ասեցին մենք ձեզ կես ժամից ավել ման ենք եկել։ Ձեզ չեն գտել։ Եվ այդ ժամանակ երբ որ իրանք մտածում են գնան առավոտյան կան դիակները հանեն այդ ձորից։ Երբ որ նրանք հետ են վերադառնում այնտեղ, որտեղ որ ես եմ արդեն ուժերս գնացել եմ, մնացել եմ այդտեղում, շտաբողջան լուսերը գնում է։ Եվ առողջը զարմանում ասում, նման բան հնարավոր չի, մեքենան ամբողջությամբ սարքի է։ Իրա կողքը նստածել եմ քննիչը։ Ասում դու մատ լուսերը նայ մի հատ էլ գոռամ։ Եվ գալիս է այնտեղ գոռում, որտեղ 20 մետր անից մնացել որ հասնեն վերև։ Ու այդ ժամանակ երբ որ ես պատասխանում եմ, որ ես կենթանի եմ, ու մեքենայի լուսերը նորից վառվում են։ Ուրեմն Ռոման ջան, ես հետագայում իմացա, որ եթե ես կարողանայի 2 մետր աջ եւ ձախ գնայի, ես նորից 100 մետր գլորվելու եմ դեպի ձորը։ Եվ Տերը պահելա, որ ես 2 մետր չշարժվեմ։ Եվ այդպես մնացել եմ մոտ 3 ժամի չափ։
Այդպես մնացել եմ։ Տանկագին հովիվ, ես գիտեմ, որ դուք ունեք հզոր պարգև բժշկության, եւ ես հիմա խնդրեմ ձեզ, որ աղոթեք այն մարդկանց համար, ովքեր որ ունեն խնդիր առողջական։ Փառքասում սելի Աստծո ժողովուրդ, իրոք տարբեր երկրներ եմ եղել եւ աղոթել եմ հիվանդների համար եւ տեսել եմ Աստծո հզոր Սուրբ Հոգու ներգործությունը մարդկանց վրա, ոնց է իջել եւ մարդիկ ոնց են բժշկվել տարբեր հիվանդություններից։ Եթե դու հիվանդ ես, ես հիմա կոչ եմ անում քեզ հավատալ ամբողջությամբ Տիրոջ խոստումներին։ Ունենալ Աստծո հավատքը, որովհետև մեր Տեր Հիսուս Քրիստոսը երբ որ գործում էր, հարց էր տալիս, հավատում ես, եւ ըստ իրենց հավատքի Հիսուսը աղոթում էր իրենց վրա։ Եվ իհարկե կան դեպքեր, որ Հիսուսը հավատքը չի հարցրել, պարզապես հրամայել է, հռչակել է եւ մարդիկ բժշկվել են։ Եթե դու հիվանդ ես, ընդունիր Աստծո բժշկությունը, ես ում քեզ համար աղոթել։ Տեր Հիսուս, երկարի ձեռքդ, այն ձեռքդ, որը խոցվեց մեր հիվանդությունների համար, որսի քո վերքերով մենք լինենք բժշկված։ Եվ խնդրում եմ ձեռքը դիր հիվանդների վրա։ Հիմա թող ամեն հիվանդ բժշկվի, անկախ նրանից, ինչ հիվանդություն որ ունի։ Ես հռչակում եմ քեզ վրա Աստծո բժշկությունը։ Եղիր բժշկված Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։ Սիրելի, շնորհակալ եմ, որ դու մեզ հետ ես այս հաղորդման ընթացքում։ Ես հավատում եմ, որ դու վերցեցիր այսօր քեզ համար խոսք եւ բժշկություն։ Տեր օրհնի քեզ, կիսիր այս հաղորդումը քո ընկերների հետ, այն մարդկանց հետ, իրական ովքեր որ նույնպես միտեղ սպառվել են, միտեղ հոգնել են, միտեղ ուզում են ծառայությունը թողեն կամ էլ երկրից գնան։ Ես հավատում եմ եւ ես մտածում եմ, որ այս վկայությունը պտուղ կբերի։ Տեր օրհնի քեզ։